Ես չեմ կարող մասնակցել այս ընտրություններում, իմ դեմ քրեական հետապնդումը ցարի թաղի գործով 2016 թվականից սկսած շարունակվում է առ այսօր եւ ունի ավարտ մայիս ամսին։ Մայիս ամսին հավանաբար ամփոփվելու է դատական նիստերի շարք, այդպես է սահմանված, որ կամ երկու տարբերակ, կամ դատավճիռ, կամ արդարացման վճիռ Եվ կար իսկ այսօրվա պայմաններում տեսնում եք աչու ձախ կալանքներ են Հայաստանում կիրառվում բոլոր այլախոհների եւ դիմության իշխանությունների նկատմամբ քննադատություն հնչեցնողների նկատմամբ, այսպես ասեմ, դա խոսքով ռիսկ է։ Ընտրություններում մասնակցությունը ենթադրում է սպոնսորներից գումարների ներգրավում, ընտրարշավի կազմակերպում եւ այլն այդ փուլերը լինելով այսպես իշխանությունների կամքից կախված վիճակով մարդը չի կարող երաշխիքներ ունենալ եւ ուրիշներին երաշխիքներ տալ, որ իր նախաձեռնած ծրագիրը կարող է հասցնել ավարտին, հաջողության բերել, որտեղ պարզապես իշխանությունները ունեն այսպես մի կոճակով սեղմելու հնարավորություն կասեցնել դա առհասարակ։ Դրա համար ես չեմ առաջադրվում մեր կուսակցությունը չի մասնակցելու որպես ինքնուրույն մասնակից այլ տեխնացուով, մենք աջակցելու ենք ինչ որ այն ուժերին կամ ուժին, ում մեջ կտեսնենք ներուժ հայ ժողովրդին պիտանի լինելու համար։ Սա առաջի հարցով։ Երկրորդ հարցով տրիպը եթե իրական գնահատել տրիպը քաղաքական առումով դա բավարարում է Իլհամ Ալիևի ցանկությունը Հայաստանի տարածքով ունենալ անմիջական անխոչնդոտ կապ Նախիջևանի հետ։ Ինչ է նշանակում անխոչնդոտ կապ։ Հայաստանը չի կարող արգելել Ադրբեջանից Նախիջևան մարդկանց բեռների տեղափոխումը, հավանաբար այդ թվում ռազմական։ Զինվորական ուժերի, ռազմական տեխնիկայի անխոչնդոտ կապ դա է նշանակում։ ԱՄՆ-ի այստեղ դերակատարությունը, որ հանդիսանում է երրորդ կողմ այդ անմիջական կապը կազմակերպելու, իրականացնելու հարցում եւ ԱՄՆ-ն 99 տարով իր համար ամրագրեց եկամուտների բաժանում, որովհետեւ իմ կարծիքով այդ Չինաստան եւ այլն անպագորգոր ծրագրերին իրականում քիչ հիմքեր կան հավատալու, որ այդ տրիպը կարող է դառնալ ինչ-որ մի հատ հսկա բեռնափոխադրման ճանապարհի, այսպես ասած, էլեմենտ, նորից եմ կրկնում, այդպիսի ճանապարհ կա Վրաստանում այսօր։ Ոչ մի բան կառուցել պետք չի, գործում է եւ տրիպը որևէ եղանակով չի կրճատում երկարությունը այդ բեռներ Ադրբեջանից Թուրքիա բեռների փոխադրման համար։ Այսինքն հիմնական հետաքրքրությունը տրիպից կարող է ունենալ Թուրքիան, որ իր ապրանքները տանի Ադրբեջան եւ Միջին Ասիա։ Ադրբեջանը, որ իր ապրանքները տանի, եթե միջազգային բաղադրիչն ենք վերցնում, Թուրքիա եւ այլ պետություններ։ Սրանով պիտի հաշվարկվի եկամտաբերությունը եւ ԱՄՆ-ն այո իրեն վերապահեց այդ եկամուտների զգալի մասը ինձ թվում է իրենք էլ չեն հավատում որ ինչ որ մեծ եկամուտներ կարող են լինել իրենց համար մեզ համար դա մեծ եկամուտներ են դրա համար ես դա քննադատեցի այդ մոտեցումը այդպիսի բաշխումը տոկոսների եւ դա Թալանի պետության օրինակ եմ համարում ինչպես եւ օդանավակայանի 40 տարով անվճար կոնցեսիան հետաձգելու որոշումը ընտրություններից ընդառաջ ինչի պետությունը որը որ իր սեփականություն իր պետական սեփականություն իր ռեսուրսները պետական
Տրանզիտը պետական ռեսուրս է։ Շռայլորեն բաժանում է անվճար, էժան, ձրի, չգիտեմ ինչ եղանակներով երբեք չի հարստանալու։ Այդ պետության պահելու բեռը միշտ լինելու է հարկատուների ուսերին։ Պետական սեփականությունը կարող է նվազեցնել եւ ծառայել այդ հակասության լուծման համար։ Տեսեք, այսօր կապիտալիստական պետությունների գլխավոր խնդիրը որն է։ Որպեսզի լինի սոցիալական ապահովություն, անհրաժեշտ այսօրվա պահանջներին համապատասխան պետք է ավելացնել հարկային բեռ։ Որովհետև ստացվում է, որ պետությունը, որը որ չունի ուժեղ պետական սեփականություն, չունի այլ ռեսուրսներ բացի հարկային ռեսուրսներից, այլ կերպ սոցիալական հարցերի ապահովում չի կարող լուծել։ Եվ քաղաքական կուրսը այսօր Եվրոպայում ԱՄՆ-ում տատանվում է աճ ձախ, ուժեղացնել սոցիալական ապահովությունը, բարձրացնել հարկային բեռը, նվազացնել հարկային բեռը, թուլացնել սոցիալական ապահովությունը։ Սա է դիսկուրսը, որը ծնում է Տրամպեր եւ Ֆիցոներ եւ Օրբաններ եւ այլն կամ եւ հակառակ կողմից Օբամաներ ձախ կողմից եւ մյուս Հայաստանի համար մեր կուսակցական դիրքորոշումը միշտ եղել է սոցիալ-լիբերալիզմի գաղափարի վրա կառուցված մոդելը, որ Հայաստանը պիտի ունենա անհրաժեշտ պետական սեփականության պաշար, որպեսզի այլ ոչ հարկային ռեսուրսներից ստեղծի հնարավորություն սոցիալական ապահովության խնդիրները լուծել։ Եվ իմ տեսակետից այն ինչը որ նորից եմ մատնանշում, օդանավակայանի գործարքը 40 տարով անվճար, անհատույց 25 միլիոն դոլար տարեկան բերում է օդանավակայանը առնվազն շահույթ։ 40 տարով 1 միլիարդ, անհատույց 1 միլիարդ տվեցին կոնցեսիոներին նվեր։ Տրամպի դեպքում, Տրիպի դեպքում, իմ կարծիքով ես ասեցի, ընտրություն չուներ Փաշինյանը։ ԱՄՆ-ն ունի իր վրա կոմպրոմատ եւ պահանջում է իրենից էս ինքն էլ այսպես եթե 24% կարողացավ փոկել, իրենք համարում են, որ էդ էլ լավ է, իրականում դա ձևական տոկոս է։ Ռազմավարական կուրսը ԱՄՆ-ի դա աջակցել կլիմայի տաքացման, որի ուղիղ հետևանքն է ծովային կապ Եվրոպայի եւ Չինաստանի միջև հյուսիսային, հյուսիսային Ամերիկայի ափերով, Գրենլանդիայի եւ Կանադայի միջև այդ ջրային մարշրուտներով։ Այսինքն ասել, որ ԱՄՆ-ն ռազմավարական նպատակ ունի խոչընդոտել Եվրոպայի եւ Չինաստանի միջև արևտրային կապերին, ճանապարհներին շատ համարձակ պնդում է։ Ես չեմ հանդիպել այդպիսի գնահատականներին, բացի պրոպագանդիստական ինչ-որ շրջանակներից դուրս։ Ասեմ ձեզ, եւ Եվրոպան ինքը ունի ձգտում պաշտպանվել չինական էժան ապրանքներից եւ մաքսային քաղաքականություն է համապատասխանում Եվրոմիությունը իրականացնում, այնպես չի որ դա այսպես խնդիրներ չպարունակող մասը։ Խնդիրը այստեղ իմ կարծիքով Ռուսաստանի ազդեցությունը թույլատնելու Հայաստանի նկատմամբ Եվրոմիության տեսակետից Եվրոմիությունը այո ուզում է ունենալ Իրանի հետ սահման։ Եվրոմիությունը ունենա սահման Իրանի հետ տալիս է Եվրոմիությանը մի շարք կարևոր երաշխիքներ։ Դրա համար Արևմտյան գործընկերության ծրագրի մեջ դեռևս 2000 թվականների սկզբից առաջարկված ներառված էին եւ Վրաստանը, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը, բացի Ուկրաինայից, Մոլդովայից եւ Բելարուսից եվրոպական պետություններից, նաեւ Հարավային Կովկասի 3 բոլոր պետությունները։ Իրատեսական է Եվրոմիության համար այս փուլում Հայաստանի եւ Վրաստանի
այսպես ասած պրոյեկտները քաղաքական միավորվելու եւ բավարարեն Իրանի հետ սահման ձևավորելու, որովհետեւ կարևոր է նաեւ այո ցամաքային ճանապարհ Եվրոմիություն Հնդկաստան։ Վերջերս տեսակ Հնդկաստանում ազատ արևտրի մասին ստորագրած պայմանագիրը, որը մեմորանդումը դեռ պայմանագիր չի, որը ըստ էության ամփոփեց երկար տարիների աշխատանք եւ այո ստեղ ցամաքային ճանապարհը Հնդկաստան Իրան Հնդկաստանից Իրան ցամաքային չի, ծովային բաղադրիչ է, Իրան Հայաստան Վրաստան Սև ծով Եվրոպա, այդ մարշրուտը կրճատում է ավելի կարճ է, քան Սուեցյան ջրանցով եւ այլն, դա ակնհայտ է։ Չինական պրոյեկտների համար Չինաստանը առաջ է տանում այդ պրոյեկտները իր երկաթուղուցանցը փորձում է հասնել հնարավորինս դեպի Եվրոպա, բայց դեռ այդ պրոյեկտները գտնվում են շատ սկզբնական էտապներում, դա շատ հեռանկարային ինչ-որ ծրագրեր են, որտեղ որ տրիպը դերակատարություն չունի, բայց եթե դիտարկել տրիպը որպես արգելք, ապա դա արգելք կարող է լինել Թուրքիայի ապրանքները Միջին Ասիա վաճառելու համար, ինչը որ ավելի իրատեսական եւ մոտ է։ Դա կարող է լինել արգելք Ադրբեջանից Նախիջևան ապրանքներ տեղափոխելու համար։ Դա կարող է լինել արգելք Թուրքիա-Ադրբեջան զորքեր, զինամթերք, զինվորներ տեղափոխելու համար։ Այն էլ ներկա պայմաններով, երբ որ Իրանը, այսպես ասած, հակառակորդ պետություն է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար եւ թույլ չի տալիս իր տարածքով ռազմական ուժեր տեղափոխել։ Այսինքն այսպիսի բաներ կան, ռեալ է պետք նայել իրականությանը։ Իմ կարծիքով ավելի, այսպես ասած, գետնին մոտ են այդ պատճառները, ինչ դերակատարություն ունի տրիպը աշխարհ քաղաքական իմաստով։